փետրվար ամսից Հայաստանի Հանրապետությունում գաղտնալսվել են հազարավոր անձինք, իրականացվել են հազարավոր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, իրականացվել է մասսայական ճնշում անձանց նկատմամբ քրեաիրավական վարույթներով եւ մեղադրյալ են հանդիսանում հունիսի 24-ի դրությամբ, այսինքն հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածը ներառյալ 258 անձ։ Հիմա ուզում եմ հասկանամ որևէ մեկը այլևս այս հայտարարությունից հետո կարող է խոսել նրա մասին, որ Հայաստանում եղել են զանգվածային ընտրակաշառքի դեպքեր 258 մեղադրյալի պայմաններում։ Երբ Հայաստանի Հանրապետությունում իմ համեստ կարծիքով երևի թե գրեթե մարդ չկա, ում չեն գաղտնալսել։ Եվ այս քրեական հետապնդումների վերաբերյալ մի կարևոր արձանագրում եմ ուզում կատարել։ Հիմնականում դրանց ելակետային ժամանակահատվածը եղել է ապրիլ-մայիս ժամանակահատվածը։ Քրեական վարույթների ամենամեծ քանակը եղել է հունիս ամսին։ Որևէ մեկը կարող է տալ պատասխան ինչով է պայմանավորված, որ օրինակ հենց լռության պահպանման օրը Դավիթ Ղազինյանի վերաբերյալ հրապարակվում է ձայնագրություն։ Ձայնագրություն, որը կատարվել է մայիս ամսին։ Ինչի քրեական վարույթը չի նախաձեռնվում մայիս ամսին, այլ հենց լռության պահպանման օրն է այն իրականացվում։ Պատճառը մեկն է. ազատ եւ հավասար ընտրություններ չունենալը։ Որովհետև պարզ է, չէ, երբ ընտրությունից, քվեարկությունից 1 օր առաջ նման հրապարակում է կատարվում, մեղմ ասած, դա վախի մթնոլորտ ստեղծելու եւ ձևավորելու մասին։ Հենց այդպես էլ եղել է։ Իդեպ, այն, որ նույնիսկ քվեարկության օրը եղել են դեպքեր, որ անձանց ձերբակալել են, որոնք եղել են ընդդիմադիր ուժերի վստահված անձինք, եւ մի քանի ժամ հետո ազատ են արձակել, ինչի մասին է խոսում, որ ընտրությունները չեն եղել ազատ եւ հավասար պայմաններում։ Իդեպ թվարկածս խումբ խնդիրները դրան զուգորդելով շատ լավ հիշում եմ իհարկե, կարծես ապրիլ-մայիս ամիսներն էին, երբ խոսում էին արտաքին միջամտության ռիսկերի մասին։ Արտաքին միջամտություն Հայաստանի Հանրապետությունում ընտրական այս գործընթացում տեղի ունեցել է։ Այն տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այն տեղի է ունեցել Ֆրանսիայի կողմից, այն տեղի է ունեցել եվրոպական երկրների կողմից, եւ այն ունեցել է մեկ հասցեատեր, եւ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Արդյոք սա հանդիսանում է ժողովրդավարական վարքագիծ։ Արդյոք սա միջամտություն չէ ընտրական գործընթացին։ Իհարկե միջամտություն է։ Արդյոք սա գնահատվել է որևէ մի դիտորդական առաքելության կողմից, իհարկե ոչ։ Բայց դիտորդական առաքելությունը օրինակ նկատել է, որ իսկապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի 90%-ը պետական պաշտոնյաներ են։ Սա իդեպ բառացի մեջբերում էր ԵԱԿ ժմիգի զեկույցից։ Բառացի մեկ այլ մեջբերում ԵԱԿ ժմիգի զեկույցից հանդիսանում է այն, որ իսկապես քրեական հետապնդումները, քրեաիրավական գործիքակազմները օգտագործվել են քաղաքական նպատակներով։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները տարածաշրջանում երևի թե միակն են, որտեղ ամենախոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդը այս ողջ ժամանակահատվածում գտնվել է տնային կալանքի պայմաններում։ Եվ եթե հարցնեք ինչի, դրան պատասխան չկա, որովհետև ըստ դատարանի որոշման Սամվել Կարապետյանը կարող էր խոչընդոտել գործի քննությանը եւ հաջորդող օրերին։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։